Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ։ Այսօր մենք նոր թեմա ենք անցնելու, նշանակում է թռչելու ենք մի նոր մոլորակ, որը կոչվում է ինչպես է աշխատում աշխարհը։ Նայում ենք նկարին եւ վերլուծում ենք ինչպես է աշխատում աշխարհը թեմատիկ շարքի վերնագիրը։ Նկարին նայելով նկատում ենք, որ բնության երևույթներ ենք տեսնում, կենդանիներ ենք տեսնում, մարդկանց ենք տեսնում, բույսեր ենք տեսնում, ջուր ենք տեսնում, ամպ ենք տեսնում։ Այստեղ ասում ենք, որ աշխարհը այն ամենն է, ինչը շրջապատում է մեզ։ Մարդիկ եւ կենդանիները, բույսերը, բնության երևույթները, մոլորակները, այս բոլորը մեզ շրջապատող աշխարհն է։ Եվ նրանցից յուրաքանչյուրը բնության երևույթները, կենդանիները, մարդիկ, բույսերը բոլորը ունեն իրենց գործը, աշխատանքը եւ բացահայտելու ենք, թե ով ինչպես է աշխատում։ Շուռ ենք տալիս հաջորդ էջը, մեր դասն է ջուրը դասը։ Այս դասին դու կծանոթանաս հատկանիշ ցույց տվող բառերին։ Կիմանաս, թե ինչպես է ջուրը ճանապարհորդում բնության մեջ։ Կկարևորես ջրի դերը մեր կյանքում։ Այլ մոլորակայինի կբացատրես, թե ինչ է ջուրը։ Հեղինակը Վաչագան Աթիպեկի Սարգսյանն է։ Նախ եւ առաջ կաշտանք շուտ ասելուկը։ Ոչ դառնա ջրի ծառ, ջրի ծառը այ պայծառ։ Չէ, ջիրը երեխաներ, ջիրը չորացած միրգն է։ Իսկ ինչու է միրգը չորանում։ Միրգը չորանում է, քանի որ նրա մեջ պակասում է հեղուկը, ջուրը։ Երբևէ մտածել ես, ինչ է լինում ջուրը, երբ ջրում ես ծառը։ Երբ ջրում ես ծառը, այստեղ խոսեցնում ենք երեխաներին եւ գալիս ենք այն եզրակացության, որ ջուրը գնում է ծառի արմատներին, որից ծառը սնվում է եւ այդ ջուրը, որը կենարար աղբյուրն է եւ ծառի գոյության պայմանն է, սնուցում է նրան, ծառը եթե բերկատու է, բերք է տալիս, եթե բերկատու չէ, աճում են ճյուղերը, տերևները եւ մեծանում է ծառը։ Հիմա մենք կաշտանք, թե ուրիշ ինչ գործ է կատարում ջուրը։ Ջերմ արևը նայեց ծովին։ Ծովից ջուրը բարձրացավ։ Կաթիլ նստեց շողին ու երկնքում ամպ դարձավ։ Ամպը գնաց, կանգնեց սարին, կայծակ տվեց, գոռգոռաց, ամպի ջուրը կաթիլ, անձրև դարձած իջավ ցած։ Ու սարերում ջրվեժ դարձած, արվակները խոսեցին, միանալով գետեր դարձան, ու մայր ծովը հոսեցին։ Այժմ կաշտում ենք մեկնաբանելով, բացատրելով, որովհետև այստեղ շատ բացատրելու կարիք ունեցող բաներ կան։ Ջերմ արևը նայեց ծովին։ Արևը ինչպիսին է երեխաներ, պայծառ է, տաք է, ջերմ է, ջերմ նշանակում է տաք։ Ջերմ արևը նայեց ծովին։ Այսինքն, երբ արևի շողերը ծովի վրա հայտնվեցին, ծովից ջուրը բարձրացավ։ Ինչպես է ջուրը բարձրանում։ Երեխաներից շատերը գիտեն, որ ջուրը տաքությունից, ջերմությունից գոլորշիանում է եւ գոլորշին անտեսանելի ձևով բարձրանում է երկինք։ Կաթիլ նստեց շողին ու երկնքում ամպ դարձավ։ Արևի շողերի հետ թռավ երկինք, հանդիպեց սառը օդի հետ եւ ամպ դարձավ։ Ամպը գնաց, կանգնեց սարին, կայծակ տվեց, գոռգոռաց։ Ամպերը հավաքվում են, երբ շատ է կուտակվում նրանց մեջ գազային նյութերը, կայծակ են տալիս, գոռգոռում են, ամպի ջուրը կաթիլ անձրև դարձած իջավ ցած։ Հետո երբ ամպերը անձրևի տեսքով թափվում են գետնին, ջուրը նորից հայտնվում է երկրի մակերևույթի վրա։ Ու սարերում ջրվեժ դարձած, ջրվեժը գիտեք, բարձր տեղից միանգամից թափով իջնող ջուրն է։ Ջրվեժ բառի բացատրությունը գրված է, ջրվեժի նկարը կա, երեխաները գրում են բացատրական բաժնում փառատետրի եւ սովորում։ Ու սարերում ջրվեժ դարձած արվակները խոսեցին։ Ինչ է նշանակում արվակները խոսեցին։ Երեխաներ, արվակը մարդ է, որ խոսի։ Ոչ, սա անձնավորում է, հեղինակը գեղեցիկ դառնալու համար խոսքը արվակին մարդու կերպար է տվել, մարդու ընդունակություններ է տվել։ Արվակները խոսեցին, փոխաբերական իմաստ է նաև։ Ինչպես են արվակները խոսում։
քչքչալով, վշվշալով ջրի հանած ձայները ջրի խոսքն են։ Միանալով կետեր դարձան ու մայր ծովը հոսեցին։ Տեսեք, արվակները երբ միանում են, ջուրը շատանում է, գնում, թափվում են կետերը։ Կետերն էլ գալիս, ավելի մեծ կետերի մեջ են հավաքվում, հետո գալիս հասնում են դեպի ծովը։ Նրանց հանգրվանը ծովն է, հանգստի տեղը, երեխաներ։ Թափվում են բոլոր կետերը եւ լցվում են մայր ծովը։ Ինչու մայր, որովհետեւ այդ ջրի կաթիլները ծնվել էին ծովից եւ նորից վերադառնում են իրենց մոր մոտ։ Գեղեցիկ բանաստեղծություն է եւ նաեւ այստեղ կարող ենք երեխաներին պատմել ջրի շրջապտույտի մասին, ոչ մի կաթիլ ջուր ընդհանրապես չի կորչում երկրի երեսից, այն փոխակերպվում է, գոլորշի է դառնում, գոլորշին բարձրանում է երկինք, ամպերի մեջ է կուտակվում, հետո նորից սառը օդի հետ շփվելով դառնում է ջրի կաթիլ, ծանրանում, թափվում է անձրևի տեսքով կետին եւ նորից լցվելով արվակները, կետերը հոսում հետ է վերադառնում դեպի ծով եւ ամբողջ ընթացքում ջուրը շրջապտույտ է կատարում։ Իջնել եւ անձրև բառերը գրում ենք բացատրական բաժնում, սովորում ենք ուղղագրությունը։ Այժմ կատարենք առաջադրանքները։ Ենթադրենք հանդիպել ես այլ մոլորակայինի, որը չգիտի թե ինչ է ջուրը։ Այնպես նկարագրիր, որ հասկանա։ Ինչ հարցեր կտաս նրան։ Այստեղ երեխաներին ինչքան հնարավոր է շատ խոսեցնում ենք եւ երբ երեխաները բացատրում են, նյութը ավելի լավ են հասկանում։ Բացատրում են, որ առանց ջրի չկա կյանք, քանի որ եւ բույսերի, եւ կենդանիների, եւ մարդկանց ապրելու համար անհրաժեշտ է ջուր։ Այժմ փոխակերպում ենք խաղում, բառերի մեջ մի տար փոխելով ջրից ստանում ենք կաթ։ Ջուր, ռեյ ջեմ փոխել ենք հյով դարձել է հուր։ Ում փոխել ենք օյով դարձել է հոր։ Հեն փոխել ենք կյով դարձել է կոր։ Ռեն փոխել ենք թյով դարձել է կոտ եւ օն էլ այով փոխելով կստանանք կաթ։ Ջրից ստացանք կաթ։ Այս առաջադրանքը մենք տետրում ունենք, կկատարենք տետրում, ունենք նաև հանելուկը, որը պիտի գրենք եւ մեր ցերագիրը լավացնենք, նույնպես կկատարենք տետրում։ Իսկ այժմ կաշտանք առածը։ Ջուրն իր ճամփան կգտնի։ Երեխաներ, երբևէ փորձել եք փակել ջրի ճանապարհը։ Համոզված եմ, բոլորդ փոքրիկ ժամանակ ուզեցել եք, որ ջրի ճանապարհը փակեք, կամ ոտքով, կամ քարով, կամ փայտով, ինչ որ բանով փորձել եք արգելք հանդիսանալ ջրին։ Ստացվել է երեխաներ։ Միշտ ջուրը որևէ տեղ գտնում է անցնելու եւ իր ճանապարհով գնում է։ Կաշտանք նաեւ լրացուցիչ նյութը։ Գիտես որ թեև ջուրը օդից ծանր է, բայց անթիվ անհավար ջրի կաթիլներից բաղկացած շատ ծանր ամպը թեթևորեն լողում է օդում։ Սա պարզապես պետք է իմանանք, սա բացատրության կարիք չունի։ Պատմենք, թե ինչ ենք տեսնում նկարում։ Այստեղ պատմում ենք ջրի տարբեր ձևերն են երեխաներ, ինչպես է գոլորշի անում ջուրը, բարձրանում արևի շողերից գոլորշի անում է, բարձրանում ամպերի տեսքով կուտակվում է, հետո թափվում է կետին, լցվում է արվակները, արվակներից կետերը եւ նորից ծովը։ Իսկ ձմռանը, քանի որ ցուրտ է երեխաներ, այս ջրի կաթիլները վերածում են կամ ձյան փաթիլների, կամ կարկուտի հատիկների։ Այժմ ծովից պետք է ստանանք նորից ծով։ Տեսնենք, ինչ է լինում։ Սա մայր ծովից գնացող ջրի կաթիլի ճանապարհն է, որը վերադառնում է նորից մայր ծով։ Տեսնենք։ Ծովից ջուրը բարձրանում է արևի օգնությամբ, դառնում է ամպ, ամպի մեջ կուտակվում դառնում է անձրև, նորից թափվում է կետին, դառնում է առու եւ առուները վազում, նորից լցվում են ծովը։ Սա անընդհատ կրկնում ենք, որպեսզի դուք ջրի շրջապտույտը լավ սովորեք երեխաներ։ Այժմ քո լրացրած առարկա ցույց տվող բառերի համար գրիր հատկանիշ ցույց տվող բառեր։ Հիշեցնում ենք, որ հատկանիշը ձևը, որակը, գույնը, չափն է երեխաներ։ Վերցնում ենք որևէ առարկա եւ նրա համար ասում ենք, թե ինչպիսին է այն, ենթադրենք գրիչ, կապույտ գրիչ, կարմիր գրիչ, տարբեր գույներ թվում ենք, բարակ գրիչ, հաստ գրիչ։ Կարող ենք նաեւ երեխաներ
վերցնել այս առարկաներից որևէ մեկը եւ ասել ինչպիսին է նա։ Օրինակ ծով, խորունկ ծով, կարմիր ծով, ջուր, վարար ջուր, համեղ ջուր, արև, ջերմ արև, պայծառ արև, ամպ, գորշ ամպ, ճերմակ ամպ, անձրև, հորդ անձրև, վարար անձրև, առու, քչքչան առու եւ նորից ծով։ Անցնենք տետրի առաջադրանքներին։ Առաջադրանք 1-ը պետք է գրել, իջնել եւ անձրև բառերը, բազմացնել եւ հիշել ուղղագրությունը։ Հետո ջրից պետք է կաթ ստանանք, սա մենք գրքում կատարել ենք, նույն ձևով անում ենք աշխատանքային տետրում։ Առաջադրանք 3-ը տրված են հատկանիշ ցույց տվող բառեր, ինչպիսի՝ վճիտ, անձրևաբեր, պայծառ, սառնորակ, թուղ, գնդաձև, քաղցրահամ, ոսկեշող, ճերմակաթև բառերը գրել համապատասխան սյունակներով։ Ինչպիսին է արևը, երեխաներ, տրված հատկանիշ ցույց տվող բառերից ընտրում ենք արևին բնորոշ հատկանիշները։ Արևը պայծառ է, գնդաձև, ոսկեշող։ Ինչպիսին է ամպը, անձրևաբեր, թուղ, ճերմակաթև։ Ինչպիսին է ջուրը, վճիտ, սառնորակ, քաղցրահամ։ Վճիտ նշանակում է պարզ, հստակ, մաքուր։ Առաջադրանք 4-ը պետք է կարդաք հանելուկը, արտագրեք եւ հուշարկեք։ Առանց թևի թրջում են, երկինք կետին թրջում են, նրանց մոտից թե նայես, մարդիկ կարծես մրջուն են։ Խոսքը վերաբերվում է ջրի կաթիլներին։ Առաջադրանք 3, այստեղ հնարավորինս գեղեցիկ գրում եք հանելուկը եւ պատասխանը նույնպես ավելացնում, որ հատկանիշը, որ առարկային կվերագրես։ Բարձրահասակ տղա, փշոտ, ոզնի, կնճիթավոր, փիղ, ջերմ, արև, կլոր, գնդակ, լայնատերև, ծառ։ Առաջադրանք 6-ը արտագրում եք բանաստեղծության առաջին քառատոնը, սովորում եք գրել ինքնաթելադրություն։ Եվ առաջադրանք 7-ը պետք է վերցանենք նկարելուկը եւ գրենք։ Սա պատ է։ Պատի առաջին տառը փոխում ենք հ-ով, դառնում է հատ։ Իսկ սա կապիկ է։ Կապիկի երրորդ տառը դարձնում ենք ն։ Կ, ա, բ-ի փոխարեն գրում ենք ն եւ 5-րդ տառը դարձնում ենք կ-ի փոխարեն շ։ Կարդում ենք ինչ ստացվեց, հատկանիշ։ Հատկանիշ, առարկայի հատկանիշը ցույց տվող բառերն են սրանք։ Մենք հետագայում կսովորենք, որ նրանք նաեւ կոչվում են ածական անուն։ Առաջադրանք 8-ը հատկանիշ ցույց տվող բառերի համար գրել առարկա ցույց տվող մեկական բառ։ Օրինակ, հոտավետ ինչը կարող է լինել՝ ծաղիկը, վարդը, մանուշակը եւ այլն։ Աշխատասեր, բոլորս հիշում ենք մեղվին, աշխատասեր, մեղու, աշխատասեր, աշակերտ, աշխատասեր, երեխա եւ այլն։ Քաղցր, ամենահարմար բառը մայրիկն է, երեխաներ, քաղցր, մայրիկ։ Առաջադրանք 9-ը ինչպիսին է քարը, ինչպիսին է ծաղիկը։ Բառերը գրել երկու սյունակով։ Ծաղիկին վերաբերվող բառերը գրում ենք ծաղիկի տակ, քարին վերաբերվող բառերը քարի տակ։ Եվ իհարկե նշում ենք, որ սրանք բոլորը հատկանիշ ցույց տվող բառեր են։ Ինչպիսին է ծաղիկը, ինչպիսին է քարը։ Ծաղիկը քնքուշ, անուշահոտ, դալար, ճկուն։ Քարը ամուր, ծանր, հսկայական, կարծր։ Եվ ամենավերջում առաջադրանք 10-ը դասից քաղած իմ պտուղները։ Ինձ հետաքրքրեց, թե ինչպես է ջուրը ճամփորդում բնության մեջ։ Ես սովորեցի պարզ բառերով բացատրել ջրի կարևորությունը։ Ես բացահայտեցի, որ ջրի ճանապարհը ինչքան էլ փակես, ջուրն իր ճամփան կգտնի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։